Առաջիկա 10 տարիներին մենք 800 միլիարդ դրամի աջակցություն ենք պլանավորում Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրներին իրենց բնակարանային խնդիրը ապահովելու համար։ Բայց այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք չեն ուզում այդ մարդկանց թողեն, որ այդ մարդիկ տնավորվեն։ Անընդհատ ուզում են իրենց պահել, այդ մարդկանց պահել պանդուխտի եւ գաղթականի տրամաբանության մեջ, որ մարդիկ իրենց Հայաստանում անդած գան ճամփի վրա, որպես մի կամդար ժամանակավոր։ Ես էլի դիմում եմ Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին 800 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացնում։ Դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում, դիմեք Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Դուք եւ ձեր զավակները պետք է ապրեք ձեր հայրենիքում, իսկ հայրենիքը պետությունն է, Հայաստանի Հանրապետությունը։ Նոր որակի պետություն եւ պետության վերել։ Ահա, էսա մեր բարձրագույն խնդիրը։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, ժողովուրդ ջան, այն ինչ որ հիմա տեղի ունեցել, տեսեք, օգոստոս, ես խոսում եմ արհեստական բանականության, գործարանների ստեղծման մասին։ Հրազդան մեքենա գործարանում իրականացող ծրագիրը Միացյալ Նահանգների փոխնախագահ եկավ հայտարարել 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մասին է խոսքը։ 5 միլիարդ դոլարի։ Թրիվ նախագիծն է իրականացում, որը այդ թեման էլ փակվեց ժողովուրդ ջան, հոգիներս կերան։ 5 տարի հոգիներս կերան։ Բայց ինչու կերան։ Միջանցք են խոստացել, միջանցք են տալիս, միջանցք են խոստացել, միջանցք են տալիս։ Ի վերջո թուղթը նախաստորագրվեց եւ հրապարակվեց, որտեղ ասում է, որ թրիվ նախագիծը իրագործվում է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա։ Թրիվ նախագծի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք իր իրավազորությունը մաքսային սահմանային գործառույթների նկատմամբ։ Եվ դեռ այս ամենին քիչ է միատել նախադասություն ավելացրին, որ ընդհանրապես թեմա չլինի, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրագործումը թրիվ իրագործման նախագծի բոլոր գործիների նկատմամբ, որը մեկը տեղ չունենա, ասի, այնտեղ մի հատ կոշիկի տեղ կա 42 ռազմերի, այդ 42 ռազմերի կոշիկի տեղը բան են տվել, միջանցքային կոշիկ է դա այդ տեղ իրավազորությունը սահմանափակված է, ավելին ասել, այդ հարավում երկաթուղի ենք մենք ունենալու, բայց նաև հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում։ Պարզվում է, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի հյուսիսով։ Մասնավորապես Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ։ Եվ այսօր արդեն ներդրումային քննարկումներ ենք ունենում առաջինը բեռնատար մեքենաների համար հյուսիսով վճարովի ճանապարհ բացելու համար։ Սա միլիարդների եկամուտները Հայաստանի Հանրապետության համար։ Պլյուս մենք առաջիկայում լրջորեն զբաղվելու ենք հյուսիսային երկաթուղիով, ովքեր չգիտեն ասեն, որ այդտեղ շատ մեծ խնդիր կա Աղարտեն գյուղի հատվածում բան ա եղել, սողանք կա 90-ականների սկզբից ու շատ մեծ կտոր հողի երկաթուղու սենց քանդված ա լրիվ, հողն ա հոսում ու դա վերականգնման համար առնվազն 500 միլիոն դոլար փող ա հարկավոր։ Նախկինում այդ փողի շուրջ, որը լուրջ քննարկում չուներ, որովհետև փողը դրվում ա պետք ա փողը հետ բերվի։ Հիմա ծրագիրը փոխվել է հետևյալ տրամաբանությամբ։ Իջևան Հրազդան երկաթուղին ընդհանուր մոտենում է Լերմոնտովո գյուղի հատվածում, Վանաձոր գյուղի երկաթուղի ճյուղի եւ այդտեղ 6 կիլոմետրանոց հատված կա։ Այդ երկու հատվածը, որ մենք կպցնենք իրար, մենք ստանում ենք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղի եւ այդ դեպքում այդ 500 միլիոն դոլար ներդրողներ հաստատ կգտնվեն։ Մենք գնալու ենք այս ճանապարհով, բայց ինչ է ասում։ Տեսեք, այդ արհեստական բանականության գործարանները այսօր արդեն բացվում է, իսկ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արհեստական բանականության շուրջ համագործակցության հուշագիրը ստորագրվեց եւ խաղաղության հաստատման մասին հռչակագիրը ստորագրվեց։ Այսինքն նույն օրը երկու բանը տեղի ունեցավ։ Ես նկատի ունեմ, որ նոր որակի պետության ստեղծման համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը դառնա ինստիտուցիոնալ։
խաղաղությունը շարունակվի ոչ միայն գոյություն ունենալ, այլև ուժեղանա եւ հարատևի։ Սրա համար այսօր ինչ որ ասեցի շատ կարևոր է, բայց ամենակարևորը հետևյալն է, որ առաջիկա ընտրություններում հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին գնա ընտրական տեղամաս եւ տեր կանգնի խաղաղությանը։ Այս ընտրությունների հարցերի հարցը է ժողովուրդը։ Մնացածը շատ կարևոր է իհարկե, բայց կա կուլմինացիա, չէ՞ որ կարևորներից կարևորը։ Հեսա պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք գնալ հունիսի 7-ին ընտրական տեղամաս եւ տեր կանգնել խաղաղությանը, որովհետեւ մեր 9 ամսյա խաղաղությունը նման է 9 ամսյա երեխայի։ Եթե նրա նկատմամբ հոգ չտանեք, ինքը չի ապրի։ Դուք պետք է կյանքի եւ ապրելու եւ զարգանալու եւ կայանալու եւ ոտի կանգնելու իրավունք տակ խաղաղությանը։ Սրա համար հարկավոր է գործել հետևյալ տրամաբանությամբ։ 2026 թվականի հունիսի 7-ին անպայման գնալ ընտրական տեղամաս եւ գործել հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում են